Բարի լույս եմ ասում իմ սիրելի հետևորդներին, ամենա ջերմ ու օրհնյալ կիրակին եմ մաղթում իմ լավ ու բարի, իմ ամենաճաշակով հետևորդներին, ինչպես տեսնում եք, տրամադրությունս բարձր, արդեն նմանվել եմ ինձ, էլ չեմ ասում գլխացավ, էս կողմ, են կողմ, որովհետև երևի թե իրոք բժշկուհին ճիշտ էր, այդ մի քանի օրը պետք էր ադապտացվելու համար։ Այսօր, որ ճիշտն ասեմ, պլաններումս կար լրիվ մի ուրիշ հաճելի տեղ գնալ, բայց չստացվեց, որովհետև եղանակը նայել էի, տված էր ջուն, դե ձնիներ ուր գնաս, տանից տեղից կտրվել ես, եկել հասել բուժումների, մի էլ կոպիտ ասած մեր տատիներին, տեղս ինչ էր նեղ, որ այդ ջունոտ եղանակին դեր կենաս գնաս, չէ։ Մինչև ժամը 10-ը իմ ու ձեր սիրելի Ալեքսը քնելա, իսկը կիրակի արել, իսկը։ Դրանից հետո գնացել ենք Նախաճաշ, իմ նման մի աղջիկ էլ կա, ասում այս սիրում եմ, որ վերջում գնամ իմ համար, նստեմ հավեսով, իմ մի բաժակ թեյը հաճույքով խմեմ, այնա, այդ աղջկա հետ գնացինք, նստեցինք ու մեր Նախաճաշը արեցինք, որից հետո իհարկե Նախաճաշից առաջ ընդեղ խմել եմ ուրցով թուրմ, որ ես ինձ լավ զգամ ձեր հետ միասին, սիրելի հետևորդներս։ Հետո ինչպես տեսնում եք եկել եմ մազերս լվացել, մտածում էի կգնամ Վարշավ Իրանոց, ընդեղ սիրուն ակուրատնիկի ձևերով ֆեն էլ կտամ, են էլ պարզվեց, ստեղ էլ կա Վարսահարդար ու ավելի լավ էր ինձ նույն գումարն իրան տայի, իր երեխի համար ծախսեր, ոյ, քան թե գնայի, էլի մեկա ուր էլ գնաց գումար ես տալու, մի խոսքով կարևորը իմ մազերի տեսքն էր, որ ուզում եմ մի քիչ սիրուն ըլնի, լավ ըլնի, խուճուճ-մուճուճ չլնի, հլավոր ուղիղ մազեր եմ ուզում, բայց թե մարդ ես, մեկ էլ տեսար, Ալեքս, մի միասնի, մեկ էլ կամ գնայեմ մի սենյակ, մեկա երկու սենյականով բնակարան ունեմ, փառքաստի, բայց բասկաթորին կնստես ուրիշ ոչ մի տեղ, լսիր Ալեքս ջան, դուռը լավ փակի, այդ էլ ասինք թողերը խմել իրա համար, թե չէ նստում ասպասում, մինչև ես նկարում եմ նոր իրա ուզած բաները նայում եմ, հմի մազերս, ֆենետ, սիրում, իմ սրտով, կարևորը իմ խուճուճ-մուճուճներս, են կիսա կլորացածները վերացան, իմ սիրուն մազերը եկան իրանց հայլուն ու առողջ տեսքին սիրելի հետևորդներ ջան, ինչը իմ համար շատ չափից շատ կարևոր է, որովհետև հենց մազը կարա մարդու արտաքինը լրիվ փոխի, ասեք որ այդպես է, հիմա այս անգամ ֆենել եմ ուղիղ չեմ, տեսքս լրիվ ուրիշ է, այ որ ֆեն եմ խառը ֆեն, ծննդյանս տոնին ոնց արել էի, խառը չէր, նա ուրիշ էր կոչվում, նրանով լրիվ ուրիշ եմ, որ չլվամ ընդամենը, որ չֆենեմ ընդամենը լվամ թողամ չորանա, գանգուրներով էլ լրիվ ուրիշ եմ, շատ էի գրետ տեսքը շքեղա, լավն է սա ենա, բայց ես իմ ուղիղ մազերն եմ սիրում, մեկ էլ կիսա դիֆուզն էլ եմ շատ սիրում, չգիտեմ, երևի թե նայած տրամադրության, նայած գործողության, սիրելի հետևորդներս, կողքիս էլ լիմոնի ջուր ունեմ, երեկ Ալեքսս ասում է, էսա կվեր կենաս, կասես Ալեքս ինձ լիմոնի ջուր տուր, դե բա էտա, սիրելի հետևորդներ,
մի հատ էլ որ սա եմ խմում, հավատացեք, երեք ոչ մի տեղ չեմ խմել, ոչ սա, շատ է գրել սրա մասին, ոչ իմ նեբիլիտը, չունեմ չէ, կես կոճակով, ինչ եկել եմ, այս երեք առաջի օրն էր, որ ոչ մի հատիկ դեղ չեմ խմել, շատ լավ է զգում, շատ փառք Աստծու, փառք Տիրոջը, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, իմ ամեն օրվա համար։ Մի հատ հետաքրքիր գրառում եմ երեք կարդացել անձնական ու այնքան ծիծաղել եմ, դե գիտեք, շփվում եմ իմ հետևորդների հետ, ուրեմն խոհանոցային էջումս բան էի դրել, շերտավոր խմոր, դե շուտով տոներա էսա, պլյուս դրան էլ իմ աշխատանքն է, եկեք անկեղծանամ, ես չեմ սիրում, որ ասեմ մենակ ձեզ, չէ, մեկ դեպի ինձ, մեկ դեպի ձեզ, մի խոսքով։ Իմ այդ անկեղծության խաթեր երբեմն շատ եմ քարկոծվում։ Մի խոսքով, գալուց առաջ դե պլանավորել եմ, ինչ անեմ, ոնց անեմ, մեկա ինչ եփել այսօրը, սաղորը բոլորիս տանջումա, չէ, ինչ ենք եփելու, սենց, ես միևնույն ժամանակ գալուցս առաջ արդեն ամանորի մասին էլ էի մտածել, այդ շերտավոր խմորը, գիտեք, սաղս էլ անում ենք, ու սառը պայմաններ ա ուզում, էսա ուզում, ենա ուզում, Հարևանուհիս էլ ինձ տվել էր, ով փռում է էլի աշխատում, տվել էր ռեցեպտ ասավանն արա, հաստատ չես փոշմանելու, մի խոսքով արի դրի, կարևորը, որ 4 գունդ էր, մտածեցի ասի Աստված չանի, եթե լավն էլ չլինի, ոնց են ասում, քիչ ա, բայց, ասի չէ, տենց չեղավ, քանի արել եմ, բեր մի հատը թխեմ, ժողովուրդ, արտակարգ խմոր էր, արտակարգ, ուղղակի թխել եմ կադրից դուրս ու ոնց ասեմ ժամից մեջ չէի տեղավորվում, հեռախոսից մեջ էլ չէի տեղավորվում, որ արդեն նկարահանածել եմ, ինչև է, եթե ձեզ կհետաքրքրի, որ թազա շերտավոր խմոր, վաբշե հեշտ, վաբշե հարմար, այն որ կոպիտ ասած մի ժամ էլ չի տևում, բայց իտոգում արտակարգ խմոր եք ունենում։ Ինչև է, երեք ինչի ես շերտավոր խմորը հիշեցի, բաժանորդիս հետ զրուցելուց հետո եկա շերտավոր խմորին հասա, ասմա շերտավոր խմորոտ նայում եմ հանգիստ, հանդարտ, հավեսով, սիրուն, գործը տանում ես, Անայիտ ասմա, ես քու մեջ 2 կին եմ տենամ, սենց մատերով էլ ցույց ա տալիս, ասում եմ գրառումից հետո դե տեսազանգով ենք էլի խոսացել, ասում եմ, խի, որ ինչ, ես քեզ ինչ վատ բան եմ արել, որ դու իմ մեջ 2 կին ես տենում, հա ասմա, այն մեկան խոհանոցային էջդ, որ նայում ես առանց վլոգայինի, ասմա, ընդեղ տնական, հին, հայկական, սենց ավանդական, տնարար, տնական կնիկ, հենց սենց էլ ասմա եմ, ես լիքը ծիծաղում եմ, ասմա, ես մի էջում մեկ էլ տենում եմ, որ մարդ ես էլի, դու էլ ես ուզում թիթիզանաս, դիմահար, դարում, մեյքապ, ասմա, տո ես չգիտեմ, թե ինչ, ասում եմ լսի, ասում եմ, բա ես էլ իմ մոր երեխեն եմ, ես էլ եմ ուզում, համի մազերիս ֆենելու հետ, այդ քանը հիշեցի, սիրելի հետևորդներ ջան, բայց թե ասեք, որ սաղիս հետ էլ է դա էլի, մանավանդ, որ օնլայն հարթակ ես մտնում, ուզում ես մի քիչ համ շնորհքով լինի, համ էլ հեշտ չի ամեն օր մտնես ու մտածես, ինչ ասես, ոնց ասես, որ քո լսարանը քեզ լսի ու փառք Տիրոջը, շնորհակալ եմ Տիրոջը, էլ նմա հաճելի եւ զրույցներ, եւ ժամանակ, եւ շփումներ, եւ ծանոթություններ, բավարար չասես, շնորհակալ եմ քեզ Տեր
հիմա այսօր պլպլան արևա է բացվել ստե, երեք մռտնած, անձրև, ցուրտ, երեք առաջի անգամ մրսել ենք։ Իսկ մի դուրը բաց, լուսամուտներ հետը կբացեի, լուսամուտ տեկա, բայց գլուխոյա։ Այդ տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, առաջ աստված, որ իմ տանը կուխնի սարքելուց լնեմ, ես էլ եմ Նիկայի հետ մտածել ենք, որ համ լուսամուտ տիլնի, համ դուր, դեպի բալկոն, մի խոսքով, երազանքներս շատ, տենանք ոնց կստացվի։ Հլա մեր թղթաբանությունների վերջը գտնենք, մնացածը կերևա էլի, չգիտեմ, այդ տենց բաներ։ Հիմա կիրակի օրա ոչ մի պրոցեդուրա չունենք, այն որ իրոք հանգստյան օրա, ես էլ ուզում եմ իմ երեխու, իմ հանգիստը գեղագիտական ձևով անցկացնել, գնանք մի քիչ ֆրֆրանք, թիթիզավարի ասեմ, հա, Անահիտի խոհանոցի նման չասեմ, ու մի քիչ չգիտեմ, մտածում եմ, որ ուզում եմ գնանք եղնիկին տեսնենք, 23 թվին, որ ստեղ էի, են հին, եղնիկին տեսել եմ, դե գնացել ենք մարդ ես, դե բա այդքան պարապ մնալ կլնի, գնացինք, տեսանք, եկանք, ասմա եկա, տեսա, հաղթեցի, համի մերը գնացինք, տեսանք, եկանք, հիմա էլ դե գիտենք, տեսել ենք YouTube-ներում հեռուստատեսությամբ, որ վերանորոգել են, ասմա մի սիրուն եղնիկ են բերել, ասմա սիրուն եղնիկ, խոստում էդ ոնց մորացած, անխղճորեն թողեցիր ինձ, մի խոսքով, քանի երկ կային մեջ ես դեռ ապրում եմ, մի գնանք, էսա կոֆե խմենք, ձեր հետ միասին, ոտքով դուրս գամ մի քիչ քայլեմ, երեք վապշե ոչ մի առողջանի դրսի դուրը գոնե մի անգամ չենք բացել իհարկե, այսօր գոնե գնանք վրվրանք, հետո գանք շատ, չափից շատ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ, որ այդքան ախր շատ եք էլի ուշադիր սիրելի հետևորդներ ջան, ինչից էլ ավելի շատ եմ ոգևորվում, ուրեմն գրել էիք, որ Անահիտ միգուցե օծանելիքից ա գլուխը ցավում, չէ, այս պահին էլ կա ջան իմ օծանելիքը իմ վրա, ոնց կարամ, չէ, բայց տենց բաներ այո կան, գիտեմ, գրել էիք, որ մենք չդիմացանք, փախանք, ես պատկերացրեք, որ պահ կար սենց պահի տակ թևաթափ է ելնում, ասի այ մարդ թողամ գնամ, իմ երեխուն մեկա Երևան տարին, երկու անգամ գնում ենք էլի, էդ էլա հերիք, բայց Երևան յուստեի տարբերությունը, բոլորս էլ գիտենք, որ շատ ա, նա իրա տեղն ու դերն ու նշանակությունն ունի, ստեղ լրիվ ուրիշ պրոցեդուրաներ են, սրանք էլ իրանց տեղն ու դերն ու նշանակությունն ունեն, սիրելի հետևորդներ ջան, չեմ կարա նկարագրեմ այն պահը, երբ որ Ալեքսս այդ հանքային լոգանքն է ընդունում, իրան խնդրելով ու համոզելով եմ այդ վաննայից հանում, ինքը մի ուրիշ հաճույք հաստանում, ինքը ես չգիտեմ ուրիշ զգացողություններ ունենամ, որովհետև ես ինքս էլ են անգամ վայել եմ, ձեզնից շատերն էլ վայելած կլնեն, բոլորս էլ գիտենք, թե դա էդ ինչ լավ, յուրահատուկ,
աննկարագրելի հաճույք է, սիրելի հետևորդներ ջան, ասեք, որ դա այդպես է։ Էլ չասեմ, որ մյուս բուժումների մասին, երևի թե առիթ կլինի, մի քիչ կմանրանամ, կզրուցեմ, կասեմ, այն ժամանակ ամեն ինչի մասին հատ-հատ ասում էի, ինձ թվում է այս անգամ էլ կասեմ, ուղղակի սկզբի այս շաբաթը կարելի ասել, ես դեռ երեկվանից եմ լավ, այն 5 օրը պայքարել եմ, հավատացեք, որ պայքարել եմ, սկզբի 2 օրը ասում էի Աստված ջան ինձ ուժ տուր, անգամնա մի հատ ուղիղ գլխով ու կեցվածքով գնամ հասնեմ Ալեքսի հետ օրինակ SM տեսենյակ կամ պարաֆին եւ այլն ու գալիս էի ոնց են ասում անգիտակից ձևով գլուխս դնում բարձին այդ տենց գլուխս ու աչքերս ցավում էր հիմի էտա փառքաստում Աստված է սիրուն աչքերը բոլորիս տվել է որ սիրուն հայացքով նայենք ամեն ինչին ու ամեն ինչի մեջ լավը տնանք, չէ, կա չէ տենց բան, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, Ալեքս, համի նայ, ոնց անգեմ կա, այ Ալեքս, թե կլսի, չի լսի, չէ, մի Ալեքսիս ասեմ, ես ատենամ ժամը քանիս նայի արապի մանա կարելի օրվա այն ամենա հաճելի վաղտնա ինչեր է կատարվում ստեղ այս մի հեռախոսից մեջ էլ մի խոսքով դուս գանք գնանք դեպի Եղնիկը Ես իմ կոֆեն խմեցի, սրա մեջ էլ ապաստորեն լավ սառը մնում Գիտեք ինչից եմ, դա ենթադրեմ սիրելի հետևորդներ, այս ինքը որ սենց գալիս է ու այս մասը նեղանում չէ ասենք առաջի հայացքից ես որ սա առա մտածեցի հատե ոչինչ կարևորը սիրուն է բռնակը այս բերանի մասը հարմարյամ որ կսարի էլ շուտ-շուտ կխմեմ, բայց պաստորեն լավ ընտիրել իմ ուզած ձևով պահմա, այս ինչա, մի խոսքով, այստեղ ինձ զանգում են, զանգից պատասխան եմ, հավաքվենք, դուրս գանք, գնանք դեպի Եղնիկ, դե որ գնում ենք սիրելիներս, ձեզ իմ հետ տանելու եմ պարտադիր, գնացինք Սիրելի հետևորդներ ջան, ստեն ստաց հոլովակներ բռնեցի պրծա, այ Ալեքս, գնանք Եղնիկին, գնանք Եղնիկ տենալուն, դե գնացինք, սիրելի հետևորդներ, դուրս ենք եկել, մի հատ դուք իմ բլոգեր տղուն նայեք, չպատկերացի որ չեմ հասցնի, մենց հավեսով ու սիրուն, ինքը բան էր անում, սենց նկարահանման ժեստեր էր անում, որ հավեսը սեկավ, ու հենա Եղնիկը, այդ ժայռերի վերևում, ջերմուկի անառիկ ժայռերի վերևում, գնանք, Մենք տեսնենք, որ այն գնում են ով ավարորդը զբաղված էր, մի տեն ամայսում հետ ենք գնալու։ Նայեք, նկարելով գնում։ Նա, դուք նայեք։ Ինչ ես անում։ Ոսն եմ ասել, փողոցը հրի գնանք և Դե գնում ենք, գնա։ Այս սենց հանես։ Տարածք, հա։ Ստորեն մաքուր, սիրուն, լավա։ Դե ուրեմն ավելի լավ։ Ման դու
Այս ջերմուկի գործարանն է, չէ՞, ճիշտ գիտեմ։ Մամ, իսկ դու տեսա, որ այս երնիկին հեռու նկարել էի։ Հա, ապրես, այս ջերմուկի մայր գործարանն է։ Հիմա գնանք վերև։ Այս պարտյուրները չկար նոր են երևի սարքել։ Մենք հինն ենք տեսել։ Նորը չենք տեսել։ Երկու եզերն ենք ճանապարհի։ Ինչքան սիրուն սարքած է, մալադեց։ Շատ սիրուն սարքել, չէ՞։ Մոդիկից եք կտենաս։ Հա, ես կնակար եմ մոդիկից երկնքին, ես չի մտածես։ Ես որ նկարեմ քո վրա կուղարկեմ վայբերիտ, դու կնայս։ Անպայման։ Ես են անտարա, չէ՞ մամ, թե ինչ կորպան։ Հա, էլի, փոքր անտար։ Ես ինչ մեծ ես սարել։ Հա։ Շալիկ։ Հրաշարի սիրուն է։ Շատ սիրուն է։ Հելս տնայք սիրելի հետևորդներ, ինչքան ինքը սիրուն է, շքեղ։ Ես հլա ընդհանրապես չեմ մեծացրել, բա որ մեծացնեմ, տեսախցիկը ու մոտեցնեմ, ստենայք, հրաշք։ Ապրի սրա սարքողը, վերանորոգողը, մարդկանց հաճելի պահերա շատ պարգևում, մի հատ նայեք, ես էլ ամեն ինչը հաշվի առած, մալադեց, մի հատ սարերը նայենք, ասում ազով սարեր, մով սարեր, մանկությունս ետ բերեք, խնդրեմ ջերմուկը, օ, դաժե կամուրջն է երևում, ինչ է տակրքիրը, ողջ ջերմուկը երևում է, այդ իմ տղեն, իմ ու ձեր սիրելի Ալեքսանդրը, խնդրեմ, ուրեմն նայում եմ ու զմայլվում, սիրելի հետևորդներս, այ հեռվից անգամ երևում է ջերմուկ բերող ճանապարհը, խնդրեմ, մանրակրկիտ ձևով, պարզ ու հաճելի, ստենայք, մարդիկ գալիս ու հիանում են, սա է լեղնիկի ընդհանուր տեսքը,
Ալեքս, արի այ ընդեղ կանգնի, հիլա տենամ սիրուն նկարա, ադնում բադա։ Այստեղ արի։ Ստեղ արի, հա։ Այդտեղ կանգնի բարձացի։ Այդտեղ կանգնի, վсё։ Մգերուս։ Հա, որտեղից եք դուք։ Գելենջիկից, ինքը Գելենջիկ։ գրելա ձեզի Լուսինե անունը։ Հա, այո, հաճելի է։ Երևան է գնում անկալի բան, ինքը Հա, ձեզի հետևում է։ ապրեք շատ։ Շատ ապրեք։ Ձեմ ասեմ տեսում հետ եմ նկարել։ Հա։ Էսա, նկարեմ, հա։ Իսկ դուք ինչով եք հետևում, մեկանորներով, Ես չեմ սուշիներով։ սուշիներն էլ է ինքը հետևում։ Հա, ինքը ամեն ինչ քո հետևում։ Նկարեմ ձեզ իրար։ Հեռախոսը որ գցեմ իրան։ Ահա, սիրելի հետևորդներ ջան։ Այսինքն սիրուն տեղ ենք եկել։ Լավնա չէ, Ալեքս։ Շատ լավն է։ Արդիկ գալիս են ու գալիս մեզ կրկին ճանաչեցին։ Նայեք, ինչքան գալիս են ու գալիս, որ եկանք մարդ չկար է։ Այսպես։ Ահա, վերջ ես գեղեցիկ տեսարանին, հա, գնանք։ Ապրեք, որ սպասեցիք։ Всё. Да. Пляшка. Գոհ ես։ Հա, շատ գոհ եմ։ Տեսա՞լ մեր բաժանորդներն էլի մեզ տեսա։ Հա, հա։ Ո՞նց են իմանում պատեր։ Տեսա ճանաչա թե ո՞ն։ Հա, հետևում են մեզ, ճանաչում են։ Ուր է թե մեզ տենում են ձեզ։ Լուրջ։ Ախի ո՞նց են արել պատեր։ Մամ, ես վերջապես գոհ եմ եղնիկից, շատ լավն էր, դու եք։ Այդպես բան է։ Լավ։ Ապրեք շատ, ձեր կանգառում կկանգնեք, մենք կիջնենք։ Լավ մարդ եք, շատ ապրեք։ Մենք ուզում ենք մեր հավեսով հետ գանք, Նևարորդն ասում է, չէ, ոնց բերել եմ, նենց է կտանեմ։ Սիրելի հետևորդներ, վայելեցինք Պարիս ուղիղի մաստով։ Հիմա ուր գնանք։ Սենյակ։ Արի սենցան, չէ, գնանք տքան սենյակը նստենք, գնանք ընդեղ եք մի քիչ ման գանք։ Սպասի։ Այսին անտառի միջով գնանք մի քիչ քայլենք, հետո գալերիա գնանք։ Խաչիկն է, Ալեքս։ Հա։ Հրեն են մի մայք։ Հա։ Այսպես հավես ոքսին։ Այ ինչ հաճելի էր, չէ, Ազիզ։ Հա, շատ լավ։ Տեսա՞լ մեզ բարևեցին, Հա։ ճանաչեցին։ Հա։ Դες Որտեղից, ասավ, չէ։ Ստեփանավարից։ Չէ, բանից։ այն որտեղից, ասավ։ Չեմ հիշի, այ հիշողություն չկա։ Բոլորիդ ջերմ բարևներ, ովքեր մեզ ճանաչում են, հետևում են, Բան։ ովքեր ուրախանում են մեզանով։ Շնորհակալ եմ իմ դրսի հայություն, իմ լավ ու բարի հայեր, իմ սիրելիներ, շատ ապրեք, որ տենց լավ հետևում եք մեզ։ Ահա, ասում արի նկարվենք, որ տանեմ Լուսի, Յարոսլավը։ Հա? Հա։ Թե Գելենջիկ, չեմ հիշում, մամա ջանեմ որտեղից էր։ Ասում գնանք, որ
Լուսինային ցույց տամ, ասեմ նայի ում հետ եմ նկարվել։ Հավատացեք, դա իմ համար մեծ պատիվ է։ Սիրելի հետևորդներ ջան, հրաշալիքների աշխարհում ենք։ Ալեքսիս քայլվածքի մասին եք ասում։ Այս կոշիկները նոր են կառել։ Ոնց են ասում, միթիս կոշիկին մի սուրու փող է տալի ու անվորակ։ Ոչ թե անվորակ իրա մեջի ծանր է ու դժվար է քայլում։ Ուզեմ չուզեմ ձգելու եմ, ուրիշ կոշիկ չունենք։ Մինչև հասնեմ, սրան տվել էի 15,000, որով որ ինքը լավ է քայլում, նա 30, 28, 37, 32, այդ գներն է։ Ճարս կտրած նրանց նորից պիտի պատվիրեմ, ինչ ասեմ, որ այս հենց վատ չքայլի։ Գնացինք, գնանք գալերիա, ջուր խմենք, ուղղակի նստենք, զանգենք մորս ու մի քիչ զրուցենք։ Ինչու։ Կնեղանամ։ Ինչու։ Մաման, որ մեր հետ չի եկել, Ալեքսը մամայից նեղացել է։ Հա, ոչինչ, Ալեքս, մի ուրիշ անգամը կգա։ Մի նեղանա, ցավդ տանեմ։ Այ, տենց բաներ։ Ուխայ, հավեսով, սիրուն, օդը մաքուր, մեր Ստեփանավանից տարբերվող է, ավելի սուր է օդը։ Գնանք, տենանք ինչ ենք անում, նստենք, կես ժամա, մի ժամա, մեկավոր ճանելիք ունենք, որ մտածելու եմ, վայ ես մի անկյունը մնաց մաքրելու, կամ ես ինչ անելու, չէ, իրոք հանգիստ, աստեղ երկը անջատ է։ Ստե Ալեքսը փիսոյ է գտել։ Չա, փիսիկ ջան, սոված է։ Փիսոն մլավան։ Նստեք ստեղ։ Սաղ թացան նստարանները խիտ են աս։ Վայ, լավ բերես կողքի հետ։ Նստենք։ Մի ձեր տա, Ալեքս ջան, ինչ իմանանք, ինչ փիսոյ է, այ այդ անկյունում նստի, այդքան էլ թաց չէ։ Կամ քարի վրա նստի։ Կամ քարի վրա նստի։ Սիրունս։ Այս են եղնիկի։ Պատկերս։ Իմ սիրուն Ալեքս։ Լավն էր, որ եղնիկի նկարեցի։ Ես ինչ լավ ես, ինչով ես սորամ։ Չէ որ այսօր մեզ համար մի մեծ տոնամ։ Ջանջիգար։ Այ թե կոֆե կխմես, եղած բաներն էլ հավաքեցին։ Ինչ կոֆե։ Փակվեց էլի, վсё։ Սրճարանը։ Սրճարանը, բայց վաղուց բաց է, ոնց կարա փակնի։ Ջիգարով նավոր ես։ Մի հատ եմ ուզում էր ամենավոտ գնանք եղնիկ տենանք։ Դուրդ եկավ այդ կարգի։ Հայր եմ ուզում գնանք նկարել։ Կգնանք, էլի կգնանք ցավդ տանեմ։ Դրամ են։ Ուզում ես դուրդ գալիս է։ Հա, մի հատի կառնում ենք, շատ չենք առնում։ Այս նորիննա, չէ, ոնց հասկացա։ Փողը դուր։ Հա, Ալեքս ջան։ Ինչ պիտի վճարեմ, ապեր։ 500 դրամ։ Ուզում ես կախես սառնանից, Հա, կախել չկպցնես, թորսասի։ Ուզում ես կպցնես, կպցնես։ Հա, կպցնենք սառնանի վրա, ու չենք կպցնելու խաղաձերնուտի վրա։ Եկանք։ Համայդ ինչ մակնիցներ են կարել։ Ընդա մի հատ էլ խոհանոցային գոգնով տեսա Ալեքսիս չափի, բայց հետո կառնեմ, մասուրել եմ ուզում, մի բան կատարածել եմ, պարտադիր,
կանաչի, մանաչի։ Սենց գնանք Ալեքսն հենց հավես է այս տարածքը։ Հենց հավաս, հենց հավես։ Շատ լավն է։ Շատ լավն է։ Գնանք հաց ուտենք, դուրս գանք, էլի ման գանք։ Հա, դերախոսներն է տանենք գնենք Զարատկա։ Հա։ Կամ դավաշնի կողմեցին լավ։ Այս ընթացքում սիրելի հետևորդներ ջան, մինչև մենք եկանք գալերիա, այս կոմենկոմ մեքենայեմ անձնականից վրա, WhatsApp-ից վրա, SMS-ու Ալեքսիս հետի բաժանորդի հետ նկարված նկարն եկավ, հասկացա, որ Լուսինեի մասին է խոսքը ու Լույս ջան մի հատ է սենց բարև, պրիվետիկի, ու չեք պատկերացնում է, ախր ինչքան հաճելի է, ասում անա այդ ամեն օր մեր տանն եք, ամեն աստծու օր, ընկերուս ասում է եկել է հանգստանալու ջերմուկը, եկել ասում սկզբից գլխի չէի ընկեց, այններով էինք դե շփվում, ասում եկել հենց սկսեց Անահիտը խոսալը, ասինք հա, այս են մեր ուտղեն են, որ Լուսոն մեզ ցույց է տվել, ու մռտնած ազիս, բայց լավն է շատ, հավես է, դուս եկանք, ման եկանք, հավես էր շատ, ուրեմն վարպետը տաքսու վարորդ ասում է, չէ, ես չեմ գնա, ասի ուզում էինք էլի ոտովի չածլնենք, չէ, այ քուր ասում է, հայ ենք, գնալ գալը 2000 դրամ արժե, մենակ գնալը 1000, դե գիտեի, որ ճանապարհը սպուսկ է, ասի կիշն ենք ման կգանք էլի, հետ չլնի, այսքան նստել կլնի, չէ, ասավ, բայց թե ես էլ մարդը, որ այդքան լավ մոտեցում ուներ, բարձավոր իմն էլ փոխվեց, տեսնենք, սիրելի հետևորդներս, տեսնենք, հաջորդը մի հետաքրքիր բան եմ մտածել, բայց տենան ոնց է ալնում։ Ես ոնց եմ բայց եղնիկի սենց նկարներ։ Ալեքսս էլ տեսա, որ Ազիզ, այն օրը Էնձաջան ոնց մեզ նկարեց, հետո թղթի վրա տպեց։ Հա։ Իրանք էլ, ես էլ թազա եղնիկի մագնիսն է, այն հինը կգնանք տեն կգցենք ուրեմն։ Հա։ Տեսա, որ չէ, Ալեքսն իրոք սրտով ուզում է։ Այն հինը կգցենք։ Արժեքը 500 դրամ։ Ես բարեկան ոնցորի կանգնացել։ Հա, բա հսկում են, Ազիզ։ Դու քշեին մանչանեն ծրսկին էլի։ Պետք է ամեն մարդ, եթե վարորդա ճիշտ քշի։ Պետք է իրենց դեպքի ճիշտ քշես, որ քեզ հետ Ոյ, ես քշելուց հեռու եմ, այ բալա։ Հա։ Բռնի։ Կարող ես քշեմ ինձ հետ ու կանենայ։ Չէ, դու դրա համար պետք է լավ սովորես։ Հավեսով։ Այս էլ մեր եղնիկի պատմությունը։ Գնանք ճաշի ժամը։ Գնանք ինչ կա։ Հա, սրտո ջան։ Նացինք։ Չբացված, իմիջորներ բրնել են, բայց լուսուցում են վեղալ ուտի, եկեք նստեք, խաժենք։ Հետո, այդ որտեղից ես սովորել։ YouTube-ներից։ YouTube-ներից։ Հա, այս կտրոնը ինչ անեմ։ Թող մնա։ Հա։ Հա։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ մտնացինք, հա։ Կես կոտակով, կես լրջով։ Այդ սիրուն է, նենց եմ սիրում։ Այս տեսարանը գժվելիք է, անձրև է գալիս,
իբր ջուն էր տված, բայց անձրև ա գալիս, օդը մաքուր, չգիտեմ, լավ օր էր, շատ չափից շատ լավ օր ենք ունեցել այսօր ու հələ դեռ շարունակվում ա մեր օրը, սիրելի հետևորդներ ջան, ընդամենը այս պահին ասում եք անձրևի կտկտոցը, տեսակ ընդամենը այս պահին, այս նայենք կոնկրետ, ոյ, վեցանց կանիսա, այս այն մի առախոսից նայենք, այստեղ սենց կարանք կանենք, այս մասն է սենց, մի քիչ դզենք փչենք էլի, ինչ կասեք Ալեքսես, Էսա կա, հələ տենանք ժամը քանիսն ա, Տենա չգործաստես, 6:10 Վիտամինըդ վերես, կանդ է Ալեքս, արի բացի դե վեր կալու գնացինք, դե թող 6:10 գնանք ընթրիքի, ինչ կասես, պարոն աղաջանը, գնանք, ես եմ մակնից նայմ, շատ շիների բաժանորդներ, հրանայք, դակ, հանի մի հատ, դե համով մրքեր ունենք, ու մի խոսքով, սենյակի տաքությունից կարող ա կպել ա իրար, հա? ինչը, մատիկով քաշի թող դուրս կա, կպել ա վիտամինը, այստա հետ էլ հանենք, մի հատը, նարնջի համով շատ լավն ա, թղթերը վեր կալ, միսն էլ, գնանք ընթրիք, ուսնա անջատա, անջատի բարհարկ է, միջանցքի նվարի, բարի, հալանուն հանի, գրադիր, միատ գնանք, ստեղ, մազերս թարմացնեմ, ընքան հետաքրքիր է, ուրեմն մազերս մի աղջիկ կարվել էց, կողքի աղջիկներն եկել են, դուրը թակում են, հետա գնացինք կոֆե խմելու այս կոմ են կոմ, մեկ էլ ասման, ուզում ենք մազերի ձևը փոխենք, այսօր դե ծնունդ կա էլի, ասում եմ ինչի, ասում այսօր տոնական, խուջուջ մուջուջ, բեր ասում ականն էլ փոխենք, այ մարտասի չէ, սենց էլ լավ, ուղիղ մազից լավը չկա այս պարագայը, որ դնես, կապես ու պրծնես, այդքան գնացինք, ով է լինես կամ ինչ ազգի, ինչ հասակի ու տարիքի, ապրես անգամ Մարսի վրա, կամ մի անհայտ մոլորակի, ամբողջ հոգով, ակնածանքով, խոնարհվում եմ ես քո առաջ, դու լրություն, դու տքնություն, դու հավերժող համբերություն, դու հայրենիք, դու տեղ, դու տուն, դու խտացած համբերություն, մայ դառնալիս թվում էր ինձ, կինն է մեկից աստվածանուն, որ քնքշանքը քո մայրական մեղմացնում է վագրին անգամ, մայր, մի հատիկ այս բարի մեջ, կամ է աշխար չքնաղ ու պերջ,
կա մի աշխարհ զարմանալի, այս աշխարհից ավելի մեծ, ու ծաղիկներ կան քնքշագին ավելի շատ, քան աշխարհում, կան չպեղված գանձեր անգին, սիրով կյանքով ու անհուն, կան և վշտի գետեր վարար, որ հոսում են հավերժաբար, ու ես հաճախ միտք եմ անում, թե նա փոքրիկ իր սրտի մեջ, այս ամենը ոնց է պահում, մայր, աշխարհում այս բովանդակ չկա քեզնից անուշության, օ դու միակ անշահասեր, դու բոլորից բարձր ու վսեր, որ տալիս է շռայլորեն, ինչ որ ունես քո գանձերում, գոհ ես մնում, և փոխարեն մի ժպիտ են բարձրացնում, մայր, սրբություն ամենասուրբ, մայր, նրբություն ամենանուրբ, դու ողեղեն, դու հրեղեն, դու լուսեղեն և անգին գանձ, դու մեր սրտում ապրող Աստված։ Չեմ հասկանում, թե քեզ թողած, մարդ ինչու է նայել վերև և երևում փնտրել Աստված, ու կորորել պաշտել նրան, երբ քեզ պետք է անվերջ պաշտի, ով տոկնություն ու վեհություն և հավերժող համբերություն, առողջ լինի